Երկրորդ փոփոխությունը կրկին բովանդակային բարեփոխումը, որ մենք 25 թվականի ընթացքում այս ոլորտի զարգացման շրջանակում իրականացրել ենք, հետևյալն է. կոնցեպտուալ փոփոխվել է մտավոր սեփականության պատկանելիության վերաբերյալ մեր պատկերացումները եւ մեր մոտեցումները։ Եթե առաջ պետության ֆինանսավորմամբ կատարված աշխատանքների մտավոր սեփականությունը պատկանում էր միայն պետությանը եւ այստեղ խնդիրներ էին ստեղծում գյուտարարների համար, այն ազատ մոնետիզացնելու համատեքստում, ապա արդեն մշակվել է նոր պայմանագրային իրավահարաբերություն, որով նոր գիտահետազոտական աշխատանքները եւ փորձարարական մշակումները եւ դրանցով ստեղծված մտավոր սեփականությունը նախ եւ առաջ պատկանելու է ընկերությանը եւ թույլ է տալու գյուտարարին այն ազատորեն մոնետիզացնել։ Իհարկե պետք է այստեղ առանձնահատուկ նշեմ, որ պետությունը կունենա լիցենզիա այն օգտագործելու բոլոր այն դեպքերում, երբ ընկերությունը չի կարողանա բավարարել պետության պահանջները։ Ռազմարտունաբերության ոլորտում պետական ֆինանսավորման համատեքստում իհարկե խոսքը գնում է բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործիքակազմի շրջանակում, կատարվել է մոտ 2 միլիարդ, ավելի քան 2 միլիարդ 100 միլիոն դրամի ֆինանսավորում գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների 2025 թվականին, որը խնդրում եմ ուշադրությամբ արձանագրել 50%-ով ավելի է իր կատարողականով, քան 2024 թվականին արձանագրված արդյունքը, որը փոքր-ինչ ավելի էր, քան 1.4 միլիարդ ՀՀ դրամը 2024 թվականին։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչով է պայմանավորված 25 թվականին ավելի քան 50%-ի չափով այս ոլորտում ֆինանսավորման եւ ծրագրի կատարողականի ավելացումը, ես իմ խոսքի սկզբում ըստ էության արդեն իսկ դրանց անդրադարձա։ Դրանք այն հիմնավոր, մեզ համար ոչ պարզունակ, կոմպլեքս բովանդակային բարեփոխումներն էին, որը եկել եւ մեծացրել է այս ծրագրի գրավչությունը ռազմարտունաբերական ընկերությունների համար։ Այլ կարգավորումներ, որոնք իրականացվել են այս ոլորտում, մասնավորապես ռազմարտունաբերական համալիրի մասին օրենքի եւ այլ նոր կարգերի մասով, Ռահի օրենքում կատարվել է կարևորագույն փոփոխություն, որը օրենսդրական հիմք է տալիս ռազմարտունաբերական ընկերություններին նոր հետազոտություններ եւ մշակումներ անելու նպատակով տրամադրել պաշտպանության նախարարությանը պատկանող գույքը։ Սա կարևոր բարեփոխում է, որը թույլ է տալիս պետությանը ել ավելի մեծ գործիքակազմով օգնել տեղական ռազմարտունաբերական ընկերություններին։ Հաջորդ քայլը մշակվել է պետական փորձարկումների կարգը, որը ամբողջությամբ համակարգում է պետական փորձարկումների նման բարդ գործընթացներ իրականացնելու ողջ գործողությունների համակարգը։ Այժմ, երբ մենք ամեն տարի տեսնում ենք տասնյակ նոր արտադրանքների ստեղծում նոր ընկերությունների կողմից, պետական փորձարկումների սահուն իրականացումը, փորձարկումների ժամանակ մեր գործընկեր կառույցի պաշտպանության նախարարության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրումը, գործընթացների վերահսկողությունը կրիտիկական կարևորություն ունեն ոլորտի ընդհանուր զարգացման համար։ Մյուս քայլով մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։ Սա հանդիսանում է նոր գործիքակազմ, ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին անցնելու պետական փորձարկումների բարդ եւ թանկարժեք գործընթացով։ Բացի այդ, որ ոլորտի համար թերևս նոր իրողություն է, դա այն հանգամանքն է, որ 25 թվականի ընթացքում X քանակի ընկերություններ ռազմական ուրեմն արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել պետության կողմից։ Եվ վերջում հավելելով ռազմարտունաբերության բլոկը պետք է նաև անդրադարձ կատարեմ միջազգային համագործակցության թեմային, որտեղ եւս
կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել նախորդ տարում։ Առաջնահերթություն է մեր ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից միջազգային համագործակցությունների հաստատումը եւ սա գաղտնիք չէ։ 25 թվականին ռազմարդյունաբերության կոմիտեն գործարկել է CAMT հարթակը Cooperation Armenia Military Technology եւ կազմակերպել է CAMT France եւ CAMT India գործարար համաժողովները։ Դրանց շրջանակում տասնյակ առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններ Ֆրանսիայից եւ Հայաստանից, Հնդկաստանից ներողություն ժամանել են Հայաստան, տեղում ծանոթանալու հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, գործարար կապելու, փորձարկելու հայաստանյան մշակումների եւ դրանց արդյունքում հասունանում են միջազգային նոր համագործակցություններ։ Ամփոփելով թեման միայն կարող եմ հավելել, որ 25 թվականի վերջին մենք նաեւ հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել, կարծում եմ ռազմավարական կարևորության որոշում է կայացրել, շարունակել դեռևս 22-23 թվականների կամ 23-25 թվականների եռամյա պայմանագրերի այս ուրեմն ավանդույթը եւ արդեն երկրորդ փուլի ֆինանսավորման մասին հայտարարվեց ավելի քան 151 միլիարդ դրամի հասնող ընդհանուր բյուջեով։